առաջիկա 100 օրում դուք շատ կլսեք նորից էլի նախկինների եւ ներկաների մասին։ Մեկն իշխանությունը պահում է ատելության հասնող քննադատությամբ, նախկիններին, իրենից նախկիններին ուղված, հույսով, որ կարժանանա մեր ոխերիմ հարևանների բարեհաճությանը եւ գովեստին։ Մյուսները փորձում են վերադառնալ խաղալով նոստալգիայի վրա եւ հետ բերելով մեր ժամանակի գլխավոր սխալներից մեկը՝ պարծենկոտությունը նվիրական հաղթանակից հետո։ Այնպես է ստացվել, որ մենք հայտնվել ենք արատավոր շղթայի մեջ եւ հենց դա ստեղծել է Նիկոլ Փաշինյանն ու այդ խաղի մեջ վամպիրի պես ուղակի սնվում է նախկինի սխալներից։ Եվ եթե նրա այդ խաղի մեջ մտնում են պաշտոնաթող նախագահները, ստացվում է նրանք աջակցում են Նիկոլ Փաշինյանին եւ նրան տալիս են վերընտրվելու շանսեր։ Այս արատավոր շղթան պետք է կտրվի։ Այդ շղթայի մասերը նույն զույգի ձախ եւ աջ մաշված կոշիկներն են։ Նիկոլ Փաշինյանը մեզ առաջարկում է բանաձև։ Մեղք, համակերպվել, հանձնվել։ Մենք առաջարկում ենք նոր բանաձև, սխալներ, դասեր, վերածնունդ։ 35 տարի մեզ ստիպել են ընտրել կամ կոռուպցիոներներ, կամ անկարողներ, կամ օլիգարխներ, կամ թույլեր, կամ Ռուսաստան, կամ Արևմուտք, կամ անվտանգություն, կամ ժողովրդավարություն։ Մենք ասում ենք բավական է կամ-կամին, պետք է սովորել ասել եւ անվտանգություն, եւ ժողովրդավարություն, եւ ուժեղ բանակ, եւ ազատ տնտեսություն, եւ ազգային արժանապատվություն, եւ ժամանակակից պետություն, Սփյուռքի հետ կապ եւ ինքնուրույնություն։ Այսօր շատ է խոսում սահմանադրությունը փոխելու մասին։ Ոմանք ուզում են փոխել սահմանադրությունը, որպեսզի իրենց առաջնորդը կարողանա դառնալ վարչապետ։ Մյուսները, որպեսզի կատարեն ադրբեջանական պետության պահանջը։ Բայց եկեք ազնիվ լինենք։ Խնդիրը սահմանադրությունը չէ, խնդիրն այն է, որ մենք անհրաժեշտ չենք համարում այն պահպանել։ Այստեղից էլ գալիս է օրենքը անընդհատ վերաշարադրելու ցանկությունը։ Կոնկրետ մեկ մարդու համար, հարևանի ցանկությամբ, արտաքին ճնշման տակ, մեզ մոտ յուրաքանչյուր նոր առաջնորդ սկսում է նրանից, որ հիմնական օրենքը ձևափոխում է իր համար։ Պետք է դադարեցնել սահմանադրությունը մեկ մարդու համար փոխելու այս արատավոր պրակտիկան։ Իսկ օրենքն այլ բանի մասին է, օրենքը թույլին պաշտպանում է ուժեղից, օրենքը պետությունը դարձնում է կանխատեսելի, առանց օրենքի հնարավոր չեն ոչ բիզնես, ոչ անվտանգություն, ոչ էլ նորմալ կյանք։ Ես գիտեմ ինչ եմ ասում։ Ես սովորել եմ իրավաբանություն, իրավունք Հայաստանում, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում եւ Ռուսաստանում։ Ես աշխատել եմ տարբեր մայրցամաքներում, Աֆրիկայից մինչև Եվրոպա եւ ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան։ Ես այդ աշխատանքով տեսել եմ ինչպես են տարբեր իրավական համակարգեր փլուզվում, ինչպես դրանք չեն աշխատում, ինչպես են ձախողվում եւ ինչպես են վերել կապնում։ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ամեն օր 6 տարի տեսել եմ, թե ինչ է տեղի ունենում, երբ իրավունքն ու օրենքը չեն պահպանվում։ Երբ տուժում են կոնկրետ մարդիկ, ոչ թե վիճակագրական տվյալներ, այլ մարդիկ, ովքեր ամեն օր են մեզ հետ մեր կողքին ապրում։ Մեզ պետք է ոչ թե անհատների պետություն, այլ իրավունքի պետություն։ Ոչ թե օրենքների վերաշարադրում իշխանության համար, այլ իշխանություն, որը ենթարկվում է օրենքին։ Այսօր գլխավոր հարցը անվտանգությունն է։ Անվտանգություն նաև այս դժվար աշխարհաքաղաքական պայմաններում եւ տարածաշրջանում։ Պատերազմից հետո հունվարի 28-ը շատերիս համար այլևս մեր բանակի տոնը չէ։ Դա հիշեցնում է պետության եւ ինքներս մեր նկատմամբ վստահության կորստի մասին։